Ողջույն սիրելի ռադիո լսողներ եւ ռադիոդիտողներ, կրկին Թեքինգ Շաբթին է եւ այսօր խոսելու ենք Արմաթ ճարտարագիտական աշխատանոցների մասին։ Ես Մայան եմ, ղեկավարը, եւ այսօր խոսելու ենք Շահենի հետ։ Շահենը քանի որ մի քանի աշխատանոցներում է երեխաների հետ աշխատում, խնդրեմ ինքը ներկայացնի։ Շահեն ջան, ողջույն, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ասա, որ երեխաների հետ ես դու աշխատում։ Ողջույն Մայա ջան, շնորհակալություն հրավերի համար։ Ախ ներկայանամ, ես Շահենն եմ Արաբաչյան, Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղից, Այգուտի միջնակարգ դպրոցի, Արմաթ ճարտարագիտական աշխատանոցի, ինչպես նաև Տավուշի մարզ, քաղաքի Ջևանի իրական դպրոցի, Արմաթ նոթու ՄԱԹՍ կրթական աշխատանոցի եւ Մոնթե Մերկոնյանի անվան ռազմամարզական վարժարանի, Արմաթ նոթու ՄԱԹՍ կրթական աշխատանոցի եւ Արմաթ ճարտարագիտական աշխատանոցի խմբավար, այսպես մի քիչ մեծ աշխարհագրությունը, բայց հետարքիր է աշխատում եմ դպրոցական սաների հետ 10 տարեկանից բարձր մինչև 18։ Շահեն, 3 անվանում նշեցիր, բացի աշխատանոցներից ճարտարագիտական նաև Արմաթ նոթում աշխատանոցները նշեցիր։ Նախ ինչպես ես հասցնում, երկրորդ ինչն է քեզ պահում Արմաթում։ Սիրով։ Այդքան Արմաթներում։ Հասցնում եմ, ինձ թվում է բան չկա, այդպես շատ ծանրաբեռնվածություն չեմ զգում, որովհետև սիրում եմ իմ աշխատանքը, սիրում եմ երեխեքի հետ շփվել, աշխատել, իրանցից համ սովորել, համ սովորացնել, ու հենց Արմաթում ինձ պահում են այդ երեխեքը, ում հետ որ աշխատում եմ, նաև իմ նպատակները, երազանքները, մանկուց ցանկացել եմ լինել մի այսպիսի ոլորտում, որտեղ կարող եմ ստեղծագործել ինժեներական ինչ-որ բնագավառում, ու Արմաթը հենց այդ տեղն էր, որտեղ բախտ վիճակվեց հայտնվել 2018 թվականին, ու մինչև այսօր այդտեղ եմ, չգիտեմ անհիշելի ժամանակներ, ինչքան որ հնարավոր լինի կմնամ Արմաթում։ Բոլորս գիտենք, որ այդ ստեղծագործելու քո ցանկությունները երեխեքի հետ հավասար, երեխեքին զուգահեռ դու իրականացնում ես։ Այ քո ստեղծած երեխեքի հետ ստեղծած ձեր լուծումներից, որոնքա որ առաջին հայացքից հիշում ես, այսինքն հիմա աչքի հետ փակեցիր, հիշում ես հենց այդ լուծումները։ Առաջի անգամ երբ Արմաթում հայտնվեցի, անծանոթ միջավայր էր ինձ համար, դրիվ անծանոթ կրթական ծրագիր, չէի լսել, եթե անկեղծ Արմաթի մասին, հենց բերեցին 2018 թվականի դեկտեմբերի վերջին տեղադրեցին մեր խմբակի աշխատանքային այդ վիճակը արդեն բերեցին, գործիքները, նյութերը, գույքը ամբողջությամբ բերեցին։ Այդ պահից սկսեցի հետաքրքրվել, թե սա ինչ խմբակ է, ինչի համար է գործում, ինչով է զբաղվում, ինչ կտա երեխեքին ինձ։ Ու ճիշտ ասած, ես առաջարկը ստացել եմ մեր դպրոցի տնօրենից, պարոն Արա Երիցյանից, որ այդտեղ ներգրավվեմ այդ աշխատանքներում ու փորձեմ իմ ուժերը նաև Արմաթում։ Այն ժամանակ ես աշխատում էի մեր համայնքապետարանում որպես առաջին կարգի մասնագետ կրծեր պաշտոնա համայնքային ծառայության, այդպես նոր փորձ էի սկսում հավաքել նաև գյուղապետարանում աշխատելու ժամանակ, ու Արմաթը կարծես երկրորդ հնարավորությունն էր, չուզեցի բաց թողեմ։ Արմաթում սկսեցի աշխատել վախվորած վիճակով, եթե անկեղծ, բայց հետո հասկացա, որ դա միանշանակ իմ պատկերացումներն են, ու սխալ է այդ պատկերացումները, պետք չի ընդհանրապես վհատվել, վախենալ, կաշկանդվել, եթե ինչ-որ մի բան չգիտես կամ չես պատկերացնում, դա հնարավոր է միանշանակ միայն աշխատանքի շնորհիվ, ինքնազարգացման, ինքնակրթության միջոցով կարելի է դա լրացնել, դա բաց չի։ Առաջի ստացված նախագիծը, որ այսպես հիմա հիշում եմ, դա սերոբ կառավարման համակարգով տուփով ստեղծած մի հատ ռոբոտ էր, որը կարողանում էր տեղաշարժվել ստեղնաշարի կոճակների միջոցով։ Այնտեղ մենք ուսումնասիրում էինք, արդեն սկսել էինք ուսումնասիրել աղվես ծրագիրը, ու աղվեսին զուգահեռ սերոբի SNAP միջավայրը, որտեղ որ ծրագրավորվում է ռոբոտը կամ համակարգերը, շատ նման են իրար, փորձում էինք իրար հետ համեմատում էինք որն է նման, որն է տարբեր ու այսպես, ու մեկ էլ կարողացանք սարքել, իհարկե համագործակցելով մեր այլ խմբավարների հետ, ովքեր որ արդեն փորձառու էին ճամբարակի, մեր տարածաշրջանից կամ այլ տեղերից, ում որ ճանաչում էի, հարցնում էի, այտենց հետաքրքիր, ինձ էլ է շատ հետաքրքիր, երեխեքին էլ փորձում էի այդ հետաքրքրությունը առաջացնել իրանց մոտ, որպեսզի իրանք էլ սիրեն այդ աշխատանքը ու աշխատեն, ու հիմնականում ինչն է պատճառը, երևի այսպես նշեմ, որ իմ խմբակներում, որտեղ որ դասավանդում եմ, հիմնականում ռոբոտներ, ԱԹՍ-ներ ու ինչ որ համակարգեր ենք սարքում, այլ ոչ թե կոդեր են գրում անմիջապես ու կամ մոդելներ սարքում, ինչ որ գեղարվեստական լուծումներ տալով,
դա իմ նախասիրություններն է, որ միգուցե երեխեքը վարակվել են ինձանից, այդպես որ նշեցիր երեխեքի հետ աշխատելով, փորձում եմ իրենց մեջ սերմանել հետաքրքրասիրություն եւ այլն, ուզում եմ մի քիչ խորանանք, թե երեխեքի հետ աշխատանքում դու ինչ ես կիրառում, որ հմտություններն ես ավելի շատ կարևորում կամ ինչպես ես ձևավորում այդ թիմը, որ բոլորը այդ նույն կրակով, այդ նույն էնտուզիազմով վարակված սկսեն նախագծի վրա աշխատել, այդ քո կիրառած գաղտնի եւ բացահայտ մեթոդների մասին եմ ուզում մի քիչ լսել։ Եթե անկեղծ չեմ էլ մտածել ինչ մեթոդ եմ ես կիրառում, բայց իրականում իմ աշխատելավոճից է գալի այդ ամեն ինչը, երբ որ երեխեքը գալիս են հավաքվում են խմբակում, այդ էնտուզիազմով լցված երեխեք կան, նաև ես եմ այդպես, որ փորձում եմ իրանց մոտ հետաքրքրություն առաջացնեմ, հենց ամեն օր աշխատանքի ընթացքում ես գտնում եմ այնպիսի մի պահ, մի միջավայր, որ հենց իրանց հետ այդ պահին խոսեմ, քննարկեմ ու թիմերը ձևավորվեն։ Առաջին հերթին ինձ համար կարևոր է, որ երեխաները, ովքեր գալիս են արմատ, հետաքրքրված լինեն ճարտարագիտությամբ։ Կոմպլեքս ինժեներական կրթություն ստանալով երեխեքը կարող են ամբողջական պատկերացում կազմել 21-րդ դարի ճարտարագիտության վերաբերյալ, որովհետև հիմա ներառված է ծրագրավորումը, մոդելավորումը եւ ելի լիքը ճյուղեր, էլեկտրոնիկա, միկրոէլեկտրոնիկա ու այսպես, ու քանի որ մենք ամբողջական այդ բոլոր կոմպոնենտները երեխեքին ներկայացնում ենք, սովորացնում ենք, ամբողջական իրանք պատկերացում են կազմում, թե կոդավորումը, ինչա ծրագրավորումը, ինչա մոդելավորումը, տպագրությունը, այն մեկը, այն մյուսը, մի խոսքով սրանք ինչեր են, այդ ամբողջությամբ ներկայացնելուց հետո նոր երեխեքի հետ սկսում ենք ինչ-որ նախագծեր անել։ Իհարկե վարակվում ենք այլ տեղերից երեխեքի հետ, երբ որ գնում ենք մրցույթներ, միջոցառումներ, ես հիմնականում բոլոր մրցույթ միջոցառումներին, ցուցահանդեսներին հատկապես ներառում եմ իմ բոլոր խմբակների երեխեքից սաների, որպեսզի իրանք գան տեսնեն, թե իրանց շուրջը բացի իրանց խմբակի արած աշխատանքներից էլ ինչեր կան։ Երեխեքը ուրիշ տեղերում ինչով են զբաղված, ինչեր են սարքում ու այսպես։ Հիմնականում վարակվում ենք այդ դրսի աղբյուրներից, բայց ինչու ոչ նաև մենք ինքնուրույն մտածում ենք, թե ինչ կարելի է սարքել։ Ու ինձ մոտ իրականում մի հատ այսպիսի փոքր գաղտնիք չասեմ, բայց մեթոդ է, որ ես կիրառում եմ ու ինքս դեմ եմ, էլի, որ ուրիշ տեղերում շատ են կիրառում։ Այդ ինտերնետից copy-paste վիճակն է, որ ինտերնետից նայում են, չգիտեմ, Ճապոնիայում ինչ-որ մի հատ բան են արել, իրանց մոտ հաջողվել է, ստացել են ինչ-որ պրոտոտիպ կամ ինչ-որ գործ են արել ու ոնց որ ֆիքսվեն դրա վրա ու փորձեն դրա նման ինչ-որ բան ստանալ ու մոռանան, որ իրանք ունեն ավելի լուրջ հնարավորություն նոր բան մտածելու, ոչ թե վերցնեն ու հին հեծանիվը ձևափոխեն, նոր հեծանիվ ստանան։ Այ հենց դա է, որ չեմ թողում երեխեքը ինտերնետից copy-paste ինչ-որ նախագծեր բերեն ու փորձեն անեն, այլ ավելի լավ կլինի, որ նախագծերը ինքները հենց մտածեն ու սարքեն։ Օրինակ մեր աշխատանոցներում իմ գլխավորած աշխատանոցներում տարբեր նորարար առաջադրանքներ են արել, տարբեր պրոյեկտներ են սարքել։ Վերջին նորարար նախագիծը եղել է գազի արտահոսք գտնող սարք, բայց մինչ դա սարքել ենք Մարտունի գյուղի Արմատ ճարտարագիտական աշխատանոցի երեխեքի հետ, ես այնտեղ եմ աշխատել, վերջի 2 տարին չեմ աշխատում զբաղվածությամբ պայմանավորված, բայց շատ լավ գոլեգա ունենք Մարտունիում, Պարքևը, Սենեքերիմյան, ինքը շարունակում է իմ գործը, շնորհակալություն Պարքև ջան, եթե մեզ կլսես կամ կդիտես, այսպես, այնտեղ սարքեցինք բերքահավաք կազմակերպող սարք, հետարքիր սարք, կարտոֆիլի տեսակավորման։ Ուզում եմ ասել մի հատ էլ ունեիք տեսակավորման, որը չափերի տեսակավորում էր, լրիվ ավտոմատացված համակարգեր ու բավականին ինձ դուր եկավ այն, որ երեխեքի հետ ամբողջությամբ մոդելավորեցինք այդ process-ները, ամբողջությամբ մոդելավորեցինք սարքը, եռաչափ տպիչով տպեցինք ու այդպես սկսեցինք հավաքել, այդ process-ը շատ հետաքրքիր ստացվեց, թիմերի բաժանվեցինք, մի մասը մոդելավորումն էր անում, մի մասը անում էր իր ընդհանուր կրող համակարգի սարքելը, այն մյուսը էլեկտրոնիկայի կամ ծրագրավորման, իհարկե ամբողջ աշխատանքները համակարգում եմ ես, բայց միասին աշխատանքը շատ հետաքրքիր է ստացվում, այդտեղ սարքը ուրեմն նկարագրեմ մի հատ մոտավոր թե ինչ է ինքը, սարք, որտեղ հնարավոր է ավտոմատացնել կարտոֆիլի տեսակավորման գործընթացը։ Հիմա մենք գիտենք, որ կարտոֆիլը ինքը երկարաժամկետ process է, որ դնում են չափերով առանձնացնում, հետո պարկերի մեջ լցնում, հետո դա ամբարում։ Այս սարքը հնարավորություն կտա, դա մոդելն է ուղղակի, կտա, եթե ամբողջական այդ խառը կարտոֆիլը լցնենք մի հատ ամբողջ պահոցի մեջ, այդտեղից ինքը հոսքագծով գնում է ու ըստ չափերի տեսակավորվում է, որից հետո ըստ չափերի տեսակավորված կարտոֆիլը ըստ զանգվածների տեսակավորվում է պարկերի մեջ, հենց ենթադրենք 50 կիլոգրամանոց պարկեր պետք է ստացվի յուրաքանչյուր չափի կարտոֆիլի համար,
տեսակավորվում է, զանգված է այնտեղ հաշվող սարք կա դրած փոքր, կշռվում է այդտեղ ու հենց որ լցվեց պարկը, կանգնում է համակարգը, բանվորը հանում է այդ պարկը վրայից, տեղադրում է նոր ու համակարգը նորից սկսում է տեսակավորել միջև հաջորդը միգուցե այդ պահին արդեն լցվի, էլի։ Սա է շատ հետաքրքիր, նույնիսկ հակաթոնի ներկայացրեցինք ու իմ կարծիքով այնտեղից ահագին դրական կարծիքներ լսեցի, նաև լսեցի քննադատություններ, ես դրան կողմ եմ, որ ասում են թե ինչնա թերի, ինչա պետք շտկել, այստեղ դու սխալվել ես, այստեղ պետք է ավելացնել կամ պակասացնել, սա ինձ շատ է դուր գալիս։ Ես ինչ լսեցի այս ամենից, որպես ամփոփում ուզում եմ ընդգծել, որ փաստորեն ձեր աշխատանոցներում իրական կյանքի իրական խնդիրների շուրջ աշխատանոցում աշխատանքը արվում, այսինքն երեխեքը վերցնում են իրենց ծնողների, իրենց կողքի գյուղի խնդիրը, որ իրենք տեսնում են առօրյայում կիրառվում է ու փորձում են տեխնոլոգիաների, գիտելիքի ուսումնասիրության արդյունքում դրա կարճ ճանապարհը ավելի ավտոմատացված համակարգը ստեղծել։ Այսինքն իրենք կապվում են իրենց համայնքի հետ, իրենց խնդիրների հետ ու լուծումները ըստ այդմ տալիս են արդեն աշխատանոցում տեխնոլոգիայի, գիտելիքի մնացած ցանցային հնարավորություններն օգտագործելու արդյունքում։ Այո, Արմաթը հենց դրա մասին է ու պիտի դա դառնա վարակիչ բոլոր կրթական ծրագրերի, նույնիսկ հանրակրթության, նույնիսկ ցանկացած քաղաքացու համար տեսնել իր համայնքում խնդիր եւ փորձել այդ խնդրին դրական լուծում տալ։ Հենց Արմաթը դրա մասին է, որ երեխեքը իրանց համայնքների խնդիրները լուծելուն զուգահեռ, այսինքն սովորելն ու զուգահեռ լուծեն իրանց համայնքի խնդիրները։ Դա շատ կարևոր է երեխեքին հենց փոքրից ներառել համայնքի կյանքում, որպեսզի այդ համայնքը ավելի իրենցը համարեն, ավելի խնամքով վերաբերվեն եւ այսպես։ Նաև խոսքիդ մեջ նշեցիր, որ տարբեր աշխատանոցների երեխեքին ես ներառում տարբեր պրոյեկտների մեջ, սա այդ ուժեղների, թույլերի իրար օգնելու գիտելիքը կիսելու մասին է, ճիշտ է, այսինքն բոլորը մի խնդրի շուրջ են մտածում, ամեն մեկը իր ներդրումն է ունենում, եթե մեկը չգիտի, մյուսին է սովորացնում, մեկի մտածողությունը ավելի, չգիտեմ, դիզայնի եւ եռաչափ մոդելավորման ուղղությամբ է ինքը այդ կողմն է պատասխանատու, մյուսը ինժեներական է, մյուսը մեխանիկական է, նկատի ունեմ ճիշտ հասկացա, որ տարբեր աշխատանոցներից ում կետը ամենաուժեղն է, թիմ ձևավորելիս հենց դա է հաշվի առնում։ Ինտուիտիվ է ստացվում, թե միտումնավոր։ Բերեք ես մի փոքր մանրամասնեմ այստեղ բարձաբանեմ, չկան թույլ կամ ուժեղ երեխեք։ Կողմեր, ամեն մեկս մեր բնավորության մեջ ունենք բան, որը առաջնային է եւ նախ պետք է երեխեն ինքը աշխատելով ինքնաբացահայտվի։ Ինքնադրսևորմամբ ինքնաբացահայտվում են։ Ինձ մոտ ոնց է ստացվում, ես երեխեքին տալիս եմ բոլոր գործիքները, գործիքակազմը, ծրագրային նաև խորհրդատվության եւ այլն, իրանք երբ որ սկսում են աշխատել, ես կողքից նայում եմ ու տենում եմ, թե ում մոտ ինչն է ավելի լավ ստացվում։ Ու ըստ դրա որոշում եմ, թե ով ինչը կանի թիմում, ինչ որ նախագծի շրջանակներում։ Օրինակ, երբ որ ռոբոտ պիտի պատրաստվի, նույնիսկ խմբակի նորեկ երեխեն, ով 2 դաս անդամ են եկել, ինքը այդ ռոբոտը պատրաստելու գործընթացում պարտադիր ներառված է։ Միգուցե ինքը չի վերցնի լարը միացնի կամ կոդը չի գրի, բայց երբ որ դու ասում ես, այ Պողոս ջան, գնա այն լարը բեր, այսպես տեսք ունի, այդ Պողոս այդ ճանապարհին գնալուց արդեն մտածում է ինչպիսի տեսքով բան պիտի փնտրի այդ ամբողջ խրցի մեջ, այդ լարերի, գնաց վերցեց, ինքը փնտրեց, արդեն ճանաչում է դա։ Ու դա մի անգամ չես անում կամ մի գործիքի ես ուղարկում, այդ մի անգամ չես անում, այդ process-ում հարյուրավոր անգամ տանել բերել ես տալիս, ու այդ ընթացքում ինքը նաև բերում է, տենում է, թե որտեղ է միացնում այն մի աշակերտը այդ լարը, ու հարցնում է, «Էդի միացրիր, այդ ինչի համար միացրիր»։ Ու այսպես բացահայտվում են երեխեքը նաև այդ տեսանկյունից, ու հենց այդտեղ էլ արդեն իրանք սիրահարվում են այս ոլորտին, էլի։ Դա իմ նախասիրությունն է ռոբոտաշինության, ինժեներության ոլորտը։ Ես երեխեքին այդ ուղղությամբ կարում եմ ինչ որ ձև ուղղորդեմ, իհարկե սովորացնում եմ մնացած բոլոր բաղադրիչները առանց բացառության, բայց հենց այս ոլորտը շատ պետքական է ու մենք տեսնում ենք, որ օրեցօր տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց մենք պիտի քայլ անենք ավելի արագ այդ ամեն ինչը յուրացնելու, ոչ միայն յուրացնելու, այլ նաև շարունակելու դրանց ինչ որ զարգացումներ։ Որ ասցիր ճանապարհի նաև սովորումը, ստեղ իմ մեջ եկավ խմբավարի կերպար, բոլորը ունեն իրենց մեթոդաբանությունը, իրենց հետաքրքրությունները եւ ըստ այդմ էլ աշխատում են երեխեքի հետ։ Այ ուզում եմ մի պահ մտածենք, որն է այն կերպարը քո կարծիքով, որ այդպիսի խմբավար պետքա լինես դու կողքինդ մյուս համայնքներինը, որպեսզի երեխեքի մեջ քո ասած այդ
ընդգծված հատկանիշները վերհանել, անընդհատ սովորել կամ քննադատությունից չվախենալ, նկատի ունեմ որն է այն կերպարը, որին դու փորձում ես մոտ լինես որպես խմբավար եւ ակնկալում ես, որ իմ դիմացինն էլ որ այսպես լիներ, մեր համագործակցությունը ավելի լավ կլիներ։ Ես գիտեմ, որ դու մարզում բոլոր խմբավարներին եւ փորձի փոխանակում ես անում եւ շատ լավ համագործակցում եք ոչ միայն քո դասավանդած մարզերում, այլ նաեւ Արմաթի համայնքում, բայց ուզում եմ այդ քո պատկերացրած լավագույն խմբավարի կերպարի մասին խոսես ու ոնց է քո մոտ այդ հաջողվում։ Եթե հաջողվում է։ Ես խնդրել էի բարձր չտալ։ Իրականում այդ ուղղությամբ չեմ էլ մտածել, թե ինչպիսին եմ ուզում լինել ես, բայց ես պատկերացնում եմ, թե ինչպիսին պիտի լինի խմբավարը Արմաթի։ Դա ես պատկերացնում եմ։ Նախ Արմաթի խմբավարը այդ Արմաթի երեխեքի ավագ ընկերն է։ Առաջին հերթին։ Այն մարդը ում այդ երեխեքը անվերապահորեն կվստահեն։ Կիմանան, որ եթե սխալվեն, չի ջղայնանալու, չի պատժելու, այլ գալու է նորը սովորացնի, ճիշտը սովորացնի, երկրորդ անգամ միասին են փորձելու եւ այսպես։ Իմ մոտ ես այդպես եմ անում։ Իրականում նյութածախսի իմաստով ահագին կորուստ է լինում, վառում են, ջարդում են, փչացնում են եւ այլն, բայց դա իհարկե հնարավոր է վերականգնել, բայց երբ որ երեխուն այդ պահին ջղայնացար սիրտը կոտրեցիր, դա չես կարող վերականգնես։ Այ հենց դա կարևոր, որ երեխուն թույլ տաս մի հատ ինքը բացվի, հասկանաս այդ երեխեն ինչա ուզում անի, ինչա կարում անի, ու հետո հասկանաս արդյոք ճիշտ է կարում անի դա։ Այ դրա համար դու իրան պետքա տաս ամեն հնարավոր բան, որպեսզի ինքը բացահայտվի։ Համաձայն եմ նորից, որ երեխեն սխալվելու է, երեխեն փչացնելու է, ջարդելու է, ինքը անփորձ է։ Դու մի անգամ ցույց ես տվել, բայց ինքը սեփական փորձով երբեք դա չի արել, ու միգուցե դա բերի նրա, որ նյութական իմաստով, զուտ նյութական իմաստով կջարդի, բայց երբ որ ամեն ջարդած կամ վառած բանի համար էլեկտրոնիկայի գնաս, սաստես, ջղայնանաս, այսպես ու երեխուն հիասթափեցնես, ինքը դուրս գա գնա մի հատ էլ իր դասարանի երեխեքին պատմի, ես ինչ տեղ էի գնացել, սենց, իմացեք, որ Արմաթը այդպես չի ապրելու, իհարկե նորից եմ ասում, դա իմ անձնական մոտեցումն է, իմ անհատական մոտեցումն է, ես բազմիցս եղել եմ տարբեր մրցույթ միջոցառումների, տեսել եմ, թե այնտեղ ոնց են աշխատում թիմերը ու ոնց են աշխատում իմ թիմերը, դա շատ կարևոր է, երբ որ տեսնում ես, թե մյուս թիմերի մոտ ինչպես են վախվորած աշխատում, այսպես կլինի, այնպես կլինի, բայց քո թիմի երեխեքը համախմբված աշխատում են, ինչ կլինի սկզբունքով, հա, եկեք փորձենք անենք, նորից փորձենք խնդիրը լուծել, բայց իհարկե այստեղ չափ կա, չպետք է թողենք չափը անցնեն, որովհետև անընդհատ նույն բանը սխալվելով դա ոչ միայն վնաս է Արմաթի մնացած երեխեքին, ովքեր սովորում են այդ աշխատանոցում, այլ նաև վնաս կտա ամբողջ Արմաթին, միգուցե, որովհետև դա միգուցե կդառնա բնավորություն, միգուցե կդառնա այդ երեխու համար բնավորություն, որ դա անպատժելի է, բերեք էլի, փորձենք էլի, միգուցե եւ այդպիսի հետևանքներ լինի, իմ կարծիքով միակ տարբերակը երեխեքին ամբողջությամբ բացահայտելու դա այդ երեխեքին ամբողջ կոմպոնենտների ամբողջ նյութածախսը տալն է, այդ նյութակազմը տալն է, որ երեխեքը տենան ինչեր կա այդտեղ, միգուցե իրանք այնպիսի մի հատ երևակայություն ունեն, որ կարող են մի քանի դետալ իրար համադրեն ու ստանան մի ֆանտաստիկ բան, որ մեր մտքով երբեք չէր անցնի։ Մենք հաճախ ենք չի ասում, որ Արմաթը կրթական ծրագիր չի դասական իմաստով, այլ տալիս է գործիքակազմը, տալիս է համայնքին մաս լինելու հնարավորությունը ու երեխեքը այդտեղ իրենք են բացահայտում ու իրենք են որոշում, թե որ ուղղությամբ տանի։ Այսինքն խմբավարի հետ համատեղ մեր 600-ից ավել աշխատանոցները ամեն մեկը ինքը յուրահատուկ է, որտեղ ամեն մեկը իր առաջ այլ խնդիր է դնում, այդ գործիքակազմը որ ուղղությամբ տանի, որտեղ խորանա եւ այլն։ Այսինքն կոմպլեքս ինժեներությունը, որ դու նշեցիր, դու չես կարող իրեն կանոններով եւ դրված ոնց որ կաղապարներով գնալ։ Քո ասած ազատությունը պետք է տաս եւ խմբավարին եւ երեխեքին։ Նայեք, չկա սանդղակ, որ հենց այդ սանդղակի պիտի պատրաստեն այս մոդելը, այս պրոյեկտը, այս ռոբոտը կամ այսպես։ Մենք գիտենք, որ ամենամյա Arm Robotics-ը ինքը հիանալի հնարավորություն է, որ բոլոր կոմպոնենտներով երեխեքը աշխատեն, որովհետև ռոբոտաշինությունը ինքը եւ ծրագրավորումը, եւ մոդելավորումը, եւ CNC շաղափային հաստոցով աշխատանք է, եւ միկրոէլեկտրոնիկա ու ռոբոտաշինություն է։ Այդ ամբողջը, որը անցնում ենք մենք Արմաթի առաջի դասից միջև այդ ռոբոտաշինության կոմպոնենտին հասնելը համախմբում է ռոբոտաշինության կոմպոնենտը։
այդ բաղադրիչը, այդ կրթական բաղադրիչը շատ հիանալի բաղադրիչ է, որ ստիպում է անկախ նրանից երեխեն դա սովորելա թե չէ, գնալու է սովորի, որ այդ մոդելը սարքի ռոբոտի վրա դնի։ Որովհետև չկա այնտեղ դրած շարած եսի ինչ չափերի ու քանակության մեր ուզած մոդելներ, որ մենք ամեն տարվա ARM Robotics-ը տարբեր է։ Ու սա շատ հիանալի է, որ տարբեր է, որ ամեն տարի նոր ռոբոտ պիտի հորինեն երեխեքը խմբավարների հետ իհարկե, ու ամեն տարի նոր բան պիտի սովորեն, նոր խնդիր լուծել, կոդի նոր հատված, նոր մոդելներ պիտի սարքեն, ու սա շատ հիանալի է, որ ամբողջ տարվա ամփոփումը ռոբոտաշինության այդ կոմպոնենտի մեջ հնարավոր է տեսնել, թե արդյոք խմբակում կան ուժեղ երեխեք, լավ երեխեք, ովքեր կարող են այդ ամբողջական ռոբոտը պատրաստեն համատեղ ուժերով։ Իհարկե, այստեղ խմբավարի դերը միանշանակ ամենաառաջնայինն է, ամենամեծն է, որովհետև նախ սերը այդ ամեն ինչի նկատմամբ առաջացնում է խմբավարը, դպրոցում էլ այդպես ուսուցչին սիրում էինք, իր դասը սովորում էինք, այդ օրը որ մեզ գով է։ Այստեղ էլ արմատի խմբավարն է, էլի, որ պիտի սեր առաջացնի ուղղորդի երեխեքին, որպեսզի գնան, իրանք էլ աշխատեն, իրանց վրա էլ աշխատեն, նույնիսկ ես շատ դեպքեր գիտեմ ու դա շատ հիանալի է, երեխեքը գնում են տուն, խնդրում են ծնողներին, որ համակարգիչ գնեն կամ եթե ունեն համակարգիչ, այդ համակարգչի մեջ տեղադրում են անհրաժեշտ արմատի բոլոր ծրագրերը, բաղադրիչները, որպեսզի տանը նույնպես սովորեն։ Ես օրինակ Մարտունի գյուղում սան ունեի, ինքը Կարլոսն էր, եթե լսում ես մեզ Կարլոս ջան, ողջույն նորից, Կարլոսը տանը համակարգչի բերեց իր համակարգիչը դպրոց, դա վարակիչ եղավ նաև մյուսների համար իդեպ, եւ Արթուրի, եւ Հայկի, եւ Հովսեփի, եւ մյուսների համար, Մանուշակի ու Հասմիկի, մի խոսքով բոլորի համար բերեցին համակարգիչը, տեղադրեցին արմատի բոլոր բաղադրիչներից ծրագրեր, իրանք տանը պատրաստում էին մոդելներ, բերում էին դպրոցում արմատի ժամին, դնում էինք, տպում էինք։ Դա շատ հիանալի էր, նույնիսկ այնտեղ հիշում եմ երեխեք ունեինք, ովքեր որ թխվածքներ էին պատրաստում, այդ թխվածքների համար ինչ որ արտաքին մասեր, կաղապարներ էին սարքում, տանում, որպեսզի ձևավոր աստղիկներ, լուսիններ, չգիտեմ ինչ-որ, այսպես ստանան։ ARM Robotics-ը նշեցիր, ուզում եմ մեր ռադիո լսողների եւ ռադիոդիտողների համար գաղտնիք բացեմ, որ Շահենը մեր ARM Robotics-ներին մի քանի թիմերով է գալիս եւ սովորաբար խմբավարները ներսում խոսում են, թե Շահենից հետո ենք մրցում, որ տեղը կլինենք։ Սա տենց ներքին կեսկատակ, կես լուրջ է։ Շահեն ջան, ուզում եմ այդտեղ ընդգծես, թե մի քանի թիմերով հանդես գալը ինչ դժվարություններ է բերում իր հետ, նաև բացի հայաստանյան մրցույթներից վերջին տարում շատ բուրըն միջազգային մրցույթների մասնակցություն ունեցանք արմաթով, ուզում եմ նաև այդտեղ ինչ փորձառություն կուտակեցիր դու որպես խմբավար եւ Հայաստանի տեսանկյունից մենք ինչքանով ենք մրցունակ կամ ոչ։ Շատ բարի։ Սկզբում քանի թիմեր եւ այլն։ Արմաթի ARM Robotics-ի մասին թե ոնց է ստացվում իմ մոտ, որ ARM Robotics-ին բերում եմ մի քանի թիմեր։ Օրինակ այս տարի 4 թիմով էինք ուզում մասնակցենք ու կմասնակցենք 4 թիմով։ Մարզայինում 2 թիմը բավարար արդյունք չեն ապահովել, բայց հանրապետականին հասնելու ենք։ Այդ իր հերթին, այ ոնց է ստացվում, թե այդ թիմերը ոնց են ձևավորվում, այդ 4 թիմ, 5 թիմ, նույնիսկ ԱԹՍ-ների մրցույթին մի անգամ 11 թիմ եմ տարել իմ սաներից բոլոր դպրոցների կամ ռոբոտների մրցույթին տարբեր դպրոցներից էլի բոլոր տանում եմ։ Երբ որ պրոյեկտը սկսում ենք անել, ես մի հատ խորը մտածում եմ, մտովի պատկերացնում եմ ու կառուցում եմ ամբողջ ռոբոտը, որը պիտի կատարի այդ առաջադրանքները։ Ինձ մոտ ստացվում է մտովի, փորձում եմ դա շատ արագ մի ծրագրային տեսանկյունից նախ անել։ Արդյոք հնարավոր է այդ տվիչները իրար հետ համադրել, համադրելի է արդյոք այն մյուս սարքերի հետ, շարժիչների եւ այլն։ Այդ ամեն ինչից հետո հավաքում եմ մի դպրոցի երեխեքին, այդ արմաթի իմ երեխեքին, հիմնականում ու միշտ այգուտի երեխեքին։ Այգուտը ինքը փոքր դպրոց ունի, բայց շատ տաղանդավոր երեխեք կան այդ դպրոցում ու իրանց դեռ շատ պայծառ ապագա է սպասվում միանշանակ։ Այդ երեխեքից սկսում ենք մոդելավորել առաջի նախատիպը։ Նախատիպը սարքում ենք, մոդելը տպում ենք, օրեր է լինում, որ ժամերով գիշեր-ցերեկ մենք աշխատում ենք խմբակում, միջև որ կսպառվենք, նոր կգնանք տներ էլի։ Սպասում ենք միջև կտպվի, այդ ընթացքում տպելու, թողում ենք պրինտերը տպում, մենք սկսում ենք այլ դետալներ պատրաստել, նախապատրաստել, նույնիսկ դե պետք է լինում վերանորոգել, զոդել եւ այսպես։ Դետալները ամբողջական հավաքում ենք, ստանում ենք կմախքը ռոբոտի։
դե արդեն փորձս թույլ է տալիս ստանալ արագ, քանի որ ես փորձարկումներ 5 անգամ չեմ անում, նոր գտնում թե ինչ շարժիչ դնեմ վրան։ Այլ արդեն գիտեմ, որ նախորդ փորձից այս շարժիչը լավ է սրա համար կամ այն մյուս բանի համար, այդպես սարքում ենք մի հատ կմախ, փորձարկում ենք իրան առաջադրանքի մի մասը անում է, հետո սկսում ենք ավելացնել մյուս բաղադրիչները, որոնք անհրաժեշտ են մյուս առաջադրանքների համար։ Մի դպրոցում արագ ստանում եմ, ու այդ նույն փորձը, որը որ իդեալական աշխատում է, տանում եմ մյուս դպրոցներ, որտեղ որ ձևավորում եմ էլի թիմեր։ Այնտեղի ուժեղ երեխեքին էլ գիտեմ, ուժեղ կողմերով երեխեքին էլ գիտեմ, թե որ երեխեն կոնկրետ ինչն է անում։ Օրինակ Մոնթե Մելքոնյան վարժարանում տարիքը ավակ տարիքային են, այնտեղ արագ է ստացվում անել, որովհետև նախ իրանք փորձառու են այդ երեխեքը, տարբեր մրցույթ միջոցառումների արդեն ինձ հետ քանի անգամ եկել են, նույնիսկ միջազգային մրցույթների, իրանց առաջադրանք եմ տալի, տղերք, այս բանը կանեք, ես գնում եմ այն մի դպրոց, այդ տղերքը իրանց ազատ ժամանակը ծախսում են այդ աշխատանոցում, բացառապես այդ արմաթի աշխատանոցում սկսում են պատրաստել ռոբոտը նույնությամբ, ինչպես ես նկարագրել եմ, գալիս եմ տեսնում եմ, որ նույնությամբ ստացել են, ու դա մյուս դպրոցներում նույնպես, ասենք իրական դպրոցում գնում եմ, ու այդ իրական դպրոցում նույն փորձը տանում եմ այնտեղ, արագ 3 օրվա մեջ մենք կարողանում ենք պատրաստել ռոբոտի 70%-ը 3 օրվա մեջ, ու հիանալի է դա նրանով, որ այդտեղ նոր եկած երեխեքը այդ տեմպի մեջ են ընկնում շատ արագ։ Տենում են այնտեղ արագ ստացվում է, տեմպի մեջ են ընկնում ու արագ իրանց հետ սկսում են աշխատել։ Շահեն, բայց որ նշեցիր, որ սկզբում քո ուղեղի մեջ ռոբոտը կառուցվում, այսպես ասած, եւ խնդիրը լուծվում, հետո մի դպրոցում փորձարկելուց հետո փորձը փոխանակվում է մյուս դպրոցներին։ Ստեղ երեխեքի մտածելն ու իրանց լուծումներ առաջարկելը չի կաղապարվում, թե ոնց է իրանց այդ ստեղծագործելը բանանում։ Հիմա ասեմ, նախ ես մտածեցի, կառուցեցի, սարքեցի իմ գլխում։ Բայց լուր եմ մնում։ Բայց ես չեմ ասում երեխեք, այսենց պիտի անենք։ Ես առաջարկում եմ, այս այսպեսի բան եմ մտածում, կարծում եմ լավ կլինի, եկեք քննարկենք։ Մենք 4 անգամ այս տարվա Robotics-ի ռոբոտը այգուտում քանդել հավաքել ենք, որովհետև ես ամբողջությամբ չեմ ասել, այսպես պիտի անենք։ Միասին գտել ենք։ Այսինքն երեխեքը գնացել են տուն, մի հատ էլ մտածել, բայց մասը ոնց եղավ, քանդել ենք հին համակարգիչների կոշտ դիսկերը, այդ սկավառակները, դրանց մեջ փուճուր մագնիս կա, քանի որ այդ պայն մագնիս չունենք մեզ, փուճուր մագնիսներ կան, այդ մագնիսները հանել ենք, տեղադրել ենք մեր ռոբոտի վրա, հետո տեղադրելուց հետո նկատել ենք, որ խորանարդները, որ մետաղական մակերես ունեն, այդ մագնիսներին կպնում են, բայց անհնար է պոկել։ Հիմա մեկ էլ մտածում ենք, թե ինչպես պոկենք դա։ Դա հետաքրքիր է, որ խնդիր ունես լուծելու, դու գիտես որն է, հիմա ձևակերպում ես ընթացքը, թե ինչպես դա լուծես։ Հետո սարքել ենք մի հատ ուրիշ շարժաբեր, այլ լծակներով, որ պիտի հրի պոկի դրան։ Դրանց մասին նույնիսկ պատկերացում չունեի, որ այդ երեխեքը պիտի մտածեն։ Պիտի իրար հետ նստենք, քննարկենք ու մտածենք։ Այսինքն ես տեղ եմ թողում, իմ փորձը ամենասկզբում ասում երեխեք, այսպես պիտի անենք, որ հասնենք սրան, որովհետև դա արդեն փորձել եմ մի 5-10 անգամ, գիտեմ, որ հաստատ աշխատող է, միասին անում ենք, բայց այն ոսկե, այն ամենամեծ կտորը, այն առյուծի բաժինը մնում է երեխեքի հետ անելուն, այսինքն երեխեքը իրանք ամեն դեպքում մասնակցում են ամբողջ process-ին, բայց եթե նույնիսկ միտեղ կա, որ պիտի իրանց ստիպես, որ այդպես մի արա 5 անգամ փորձելու ժամանակ չունենք ու 10 հատ պալատա չկա, որ վառենք, այսպես պիտի անենք, այն նույնիսկ դա էս անում։ Որ եթե պետք է երեխուն ուղղորդել այդ պահին, միայն ասել խորհուրդ տալ կողքից ու քաշվել մի կողմ, պետք չի, դու պիտի միասին երեխու հետ նստես, միասին ձեռքից բռնես ու անես դա։ Ինձ թվում է դա այդ կրիտիկական պահերն են, որ միջազգային մրցույթ է կամ ռեսուրսների պակաս լինելա ժամանակի եւ այլն։ Ուզում եմ նախ միջազգայիններից խոսես Հայաստանի եւ աշխարհի համեմատականով, երկրորդ այդտեղ ինչ որ սխալներ եւ աճելու տեղեր մենք որ կետերում ունենք, այսինքն հաջող օրինակներն ունենք, բայց ինչի հաշվին դա ունենք, հիմա ասեմ, ու ոնց է պետք վարվել, փորձենք այդ ամեն ինչը քննարկել։ Նախ միջազգային մրցույթներից շատ ուրախալի է, որ մենք եկանք դրական արդյունքներով, ոգևորիչ է, պարտավորեցնող է եւ այսպես։ Ինչն է մեր մոտ լավ ստացվել, միջազգային մրցույթներին մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերից երեխեք։ Թիմը կազմված է տարբեր մարզերից եկած երեխեքից։ Մի հատ բարձաբանենք, որ վերջին մրցույթի մասին ես ասում, ճիշտ է։ First Robotics-ի մասին եմ ասում։ Եթե միջազգայիններից տարվա ընթացքում սկսեմ սկզբից, թե վերջինն ասեմ, հետո մարտից սկսենք։ Սկզբից, այսինքն։ Դա։ Առաջինը եղավ First Robotics-ը, որին մասնակցեցին Հայաստանի մի քանի մարզերից երեխեք։ Ոչ բոլոր մարզերից, բայց հետագայում այդ ամեն ինչը կշտկենք, իհարկե բոլոր մարզերից հնարավորություն կլինի, հուսանք երեխեքը կներգրավեն։
Ուրեմն երեխեքը ովքեր եկել էին տարբեր մրցույթներում աչքի ընկած մրցանակային տեղեր զբաղեցրած երեխեք էին։ Digicode-ին, robotics-ին կամ մոդելավորման մրցույթներին այսպես։ Այդ երեխեքի հետ շատ հեշտ եղավ ինձ համար, քանի որ իրանք արդեն փորձառու էին ամեն մեկը իր բնակավարում։ Իրանց հետ աշխատելը ինձ համար առանձնակի հաճույք էր։ Որովհետև նախ բացահայտում ես, թե դու ինչ չգիտես այն երեխուց սովորում ես, որովհետև ինքը գիտի դա իր խմբավարից կամ իր խմբակի այն մյուս երեխուց, այդ շատ հետաքրքիր է սովորել երեխաներից։ Այդ երեխեքը ինձ համար հիանալի ուսուցիչներ են նաև։ Իմ աշակերտները ինձ համար նաև ուսուցիչներ են, որովհետև իրանցից նաև սովորում ենք։ Դա թող փաստի ցանկացած ուսուցիչ խմբավար։ Թող ասեն, որ իսկապես դա այդպես է։ Մյուս կողմից, այ ինչն էր մեզ խանգարում, որ մենք չկարողացանք իմ պատկերացմամբ չկարողացանք, ես դեռ մտածում եմ, որ մենք չկարողացանք հաղթել գավաթը։ Իրականում Հայաստանը առաջի անգամ էր մասնակցում First Robotics-ին, պատրաստում ենք մի հատ ռոբոտ, որի մասին առհասարակ պատկերացում չունենք, չենք տեսել, չենք լսել իր մասին։ Կարճ ժամկետում։ Կարճ ժամկետում, հա, 2 շաբաթում նմանօրինակ աշխատանք անել, գիշեր-ցերեկ տքնաջան աշխատանքի արդյունք էր դա։ Ուրեմն սարքել ենք այդ 2 շաբաթվա մեջ 4 հատ պրոտոտիպ ռոբոտի։ 4 հատ, որ ասում ես մի քանի տեղ նույնիսկ զարմանում են, ասում են ոնց եք հասցրել։ Այ հասցրել ենք մեր աշխատասիրության այդ թիմային, բացի ձգտումը նաև թիմային ոգու շնորհիվ։ Այդտեղ իհարկե անչափ շնորհակալություն իմ գոլեգաներին, նրանց ովքեր որ այդ պահին իմ կողքը եղան, հա, այդտեղ Ժենիկ Ներկիրակոսյան, մեր Ճամբարակ Վարդենիս տարածաշրջանի համակարգողն Արմաթի, ընկերանահիտին շատ շնորհակալություն Բուդաղյան եւ մյուս բոլոր իմ արմացի ընկերներին, Արայիկին Ավալյան, Սետրակին, ձեզ եւ մյուսներին, ովքեր կողքս կանգնած էիք, էլի ճիշտ աշխատանքը անում էի, ես համակարգում էի, ես երեխեքի հետ գիշեր-ցերեկ աշխատում էինք, դետալների հայթայթումը, այդ ինժեներական լուծումները եւ այլնները, չարչարանքները քաշում էի ես, բայց ինձ շատ հետաքրքիր էր, որ ոչ միայն սովորում եմ ես այդտեղ, ոչ միայն նոր բան եմ հնարում ինքս ինձնից, այլ նաև հետաքրքիր էր, որ կողքից ունեմ մեկը, ով եթե չհաջողեմ, ինձ չի գալու ջղայնանա, ասի դու թիկունք է պահում։ Հա, դու բան արեցիր, ձախողեցիր այստեղ մեր ամբողջ պրոյեկտը, այսպես։ Իհարկե, այդտեղ շատ մեծ էր նաև այդ երեխեքի նվիրվածությունը այդ աշխատանքին։ Իրանք իրանց պատկերացնում էին ներկայացուցիչներ, Հայաստանի ներկայացուցիչներ, Օվկիանոսից են կողմ։ Իհարկե այդ ամեն ինչը սերմանվում է մեր կողմից։ Այ դուք էս եք անելու երեխեք, կպեք այս բանը անում ենք, կապ չունի սովածեք, ծարավեք, ցավում ա, քունը տա տանում, հիվանդես եւ այլն։ Էական չի։ Երեխեքի մոտ այդ ձգտումը, այդ մոտիվացիան առաջացնելը ինքը ամենաառաջին գործոնն է։ Իհարկե դե անծանոթ երեխեք էին, տարբեր մարզերից դպրոցներից եկած, իրանց ընդհանուր առաջադրանքի շուրջ հավաքեցին, նույնիսկ չհասին ծանոթանան, հենց դուռը բացեցին խմբակի, որ պետք է ներս մտնեն աշխատելու, բարև, այ այն բանը բեր, այն բանը տար, այս աթոռը այնտեղ, այս սեղանը այնտեղ, դասավորել տվեցի ամբողջ սենյակը, ու այդ ընթացքում իրանք, չգիտեմ ոնց եղավ, մերվեցին իրար հետ, անմիջապես հենց գործի մեջ իրանք իրար գտան, թե ով ինչ է անում, ու հետո իհարկե այնտեղ ահագին խնդիրներ առաջացավ հիմնականում դետալների հետ կապված, որովհետև այդ կար ժամկետում Հայաստանում գտնել դետալներ, մարտկոցներ, շարժիչներ եւ այլներ, էլեկտրոնիկայի բաղադրիչներ ու կատարել նմանօրինակ բարդ խնդիրներ, ուղղակի անհնար էր։ Ես չգիտեմ երկրորդ մեկին, ով կարար այդպեսի աներ ու եթե գտնվի, ուզում եմ գնամ սովորեմ իրանից, թե ոնց է ինքը արագ կարողացել հայթայթել այդ միջոցները ու ստացել։ Օրինակ, քանդել ենք մեր մեքենաները իմ անձնական օգտագործման հայրիկիս անձնական օգտագործման մեքենաները, որպեսզի դրանից դետալներ ենք անել առանձին, այնտեղ ամորտիզատորներ, տարբեր շարժիչներ, որպեսզի օգտագործենք այդ ռոբոտը պատրաստելիս, որովհետև մարտի սկիզբեր փետրվարի վերջ ձնառատ եղանակ, հնարավոր չէր անընդհատ քշել այստեղ այնտեղ գտնել դետալներ, բերել, մեկ էլ այդ ժամանակը ծախսել դրանց վրա։ Մի խոսքով ձեռքի տակ եղած միջոցներից սարքեցինք, նաև ոնց եղավ այդ ընթացքում, քանի որ զուգահեռ ես Իջևանի իրական դպրոցում էի աշխատում, հիմա էլ եմ աշխատում, հա, այդ պրոյեկտի մի մասը, օրինակ ձեռքի այդ ռոբոտի ձեռք կոչվածի մի մասը հավաքել ենք Իջևանի իրական դպրոցի բոլոր երեխեքի հետ, իրանց մասնակցությամբ։ Այսինքն այս միջազգային մրցույթին մասնակից են դարել նաև ընդեղի սովորող երեխեքը, պրոյեկտի մի մասը ընդեղ անելով, ու այսպես։ Շատ լավ, ուրախալին է նա, որ այս դժվարությունների քո ասած կարճ ժամանակ, կարճ
ռեսուրսային միջոցներ եւ այլն, սրա արդյունքում 2 անգամ մասնակցությունը ԱՄՆ-ում First Robotics-ին, դրանից հետո ռոբոտների օլիմպիադայի բաց առաջնությանը եւ մյուս բոլոր ռոբոտաշինության մրցույթներին այս տարի միջազգային հարթակում ձեր ջանքերի մյուս խմբավարների այս ցանցի ջանքերով շատ լավ ցուցանիշներով դեռ որ առաջ ենք գնում։ Այսինքն այդ թիմային աշխատանքն է անընդհատ սովորելու, սխալվելով առաջ գնալու եւ անընդհատ փորձելու։ Այս բոլոր աշխատանքները երևում են, ունենում են իրենց համապատասխան արձագանքը եւ մոտիվացնում են մյուս խմբավարներին եւ արմատցիներին փորձելու, աչքի ընկնելու, խնդիրները լուծելու եւ դրանով բացահայտելու ճարտարագիտության հնարավորությունները։ Այո, իհարկե, երբ մենք հետ ենք գալիս միջազգային մրցույթներից, առհասարակ ցանկացած մրցույթից, թե ներհայաստանյան, թե արտասահմանյան, փորձով անպայման իմ թիմի երեխեքի հետ մենք կիսվում ենք մյուս արմատցիների, ճամբարներին կլինի, դիջիթեքներին կլինի, մրցույթներին կլինի։ Իմ երեխեքի հետ երբ որ գնում ենք, փորձով պարտադիր կիսվում ենք մյուս արմատցիների հետ, որովհետև մյուս արմատցիները բոլորը մեր ընկերներն են, նրանք մեր հակառակորդ թիմերի երեխեքը չեն։ Երբ որ ռոբոտը փչանում է ինչ-որ ուրիշ թիմի ու դու գնում ես իրան վերանորոգում ես, դրանից գեղեցիկ բան չկա։ Հա, գալիս վերջում քեզ հաղթում է, համաձայն եմ, բայց չէ որ այն ռոբոտը հաստատ հնարավորություն ուներ, բայց մի փոքր միջամտել էր պետք։ Էդ էլ են անում, ու դա հիանալի է, երբ որ երեխեքը մեկը մյուսին դիտարկում են, իրար օգնողներ, հենց այդ հարթակում մրցում են, բայց իրար օգնում են, որ սրտացավ են, որ իրանց մոտ էլ ստացվի, մյուսի մոտ էլ ստացվի։ Դա ավելի հետաքրքիր է ստացվում։ Ես սիրում եմ ռոբոտաշինության մրցույթի այդ հետնաբեմի կատարվողը, որ խմբավարներով հավաքվում եք մեկ ռոբոտի շուրջ աշխատելու եւ երեխեքն է գալիս են ամեն մեկը իր փորձն է բերում կուտակում, այսինքն ինչքան է մրցակցություն կա, բայց այնքան առողջ է, որ խնդիրը դառնում է բոլորինը։ Ես այդ հետնաբեմի փորձի փոխանակումներն ու իրար փոխանակել են, ինչ որ կուտակել եք կամ խնդիրը դարձնել 1, 2, 3, 4 հոգով լուծել, այդ ամենալավ առողջ ցուցանիշն է, որին մենք ձգտում ենք։ Նայեք, այստեղ նորից եմ ասում, արմատը դա միջավայր է, որտեղ սովորում են, անընդհատ սովորում են։ Բազմապատկում են գիտելիքները։ Նայեք, երբ որ ռոբոտը փչանում է ինչ որ թիմի մոտ, մի փոքր լար կամ մի հատ աննշան բանից փչանում է, դա այնպես չի, որ մյուս խմբավարներն ուրախանում են, մինուս հակառակորդ։ Չէ, ընդհակառակը վազում ենք, բոլորն մեր ընկերներն են։ Այդ մրցույթը ընդամենը տևում է մի քանի ժամ, բա դրանից հետո տևում է ամիսներ, տարի, երբ որ մենք միմյանց նորից հանդիպում ենք, զանգում ենք, ինչ որ փորձ ենք ուզում իրարից, ինչ որ խնդրով նույնիսկ հանդիպում ենք, մենք պիտի այդ բարևի տեղը թողենք էլի, որ հանգիստ սրտով դու չասես այ ես էստեղ ուժեղ տղա եմ, բայց դուրս գաս դուրս ու ասես վայ ես ինչ արեցի ես, որ այնտեղ չօգնեցի, ամաչես։ Դա ամենակարևորն է։ Այ խմբավարի կերպարի մեջ ամենաառաջի բանը իր բարոյական կերպարն է։ Ամենաառաջի բանը ու սովորացնելու ամենաառաջին ձևը դա սեփական օրինակով երեխեքին սովորացնելն է, ոչ թե սովորացնել գրել կարդալն է, չէ, սեփական օրինակով եւ վարքի իմաստով եւ մտածելակերպի իմաստով, աշխարհ հայացքի եւ մյուս բարոյական իմաստներով, այդ արժեհամակարգերի իմաստով պետքա սեփական օրինակով սովորացնես, ոչ թե կարդան էստեղից, այսինչ թվին, այսինչ մեթոդը աշխատել է, հա հետո հիմա 21-րդ դարն է։ Շնորհակալ եմ Շահեն ջան, ինձ թվում է այս վերջին հատվածը լավ ամփոփում էր եւ մոտիվացիոն եւ ընդհանուր արժեհամակարգային իմաստով ամեն ինչ իր դարակները դրեց եւ մենք իմացանք քո մոտեցումների մասին։ Ուզում եմ, քանի որ շատ կարճ ժամանակ հետո միջազգային էլի մեծ մրցույթի եք մասնակցելու թիմով, ուզում եմ այստեղ հաջողություն մաղթեմ ու իմանաք, որ ամբողջ արմատի ցանցը վստահ եմ, որ հետևում է եւ ձեզ հետ է լինելու, ինչպես այս նույն օրերին Պանամայում են երեխաները մասնակցում մեկ այլ մրցույթի։ Ես կուզեմ, որ այնտեղ դուք վստահ լինեք, որ ինչ խնդիրներ էլ լինեն, հաստատ մենք հավատում ենք, որ դրանց լուծումներն էլ եք դուք ունենալու։ Ու այնտեղ մաղթում եմ քեզ երեխաներին, այդ ամբողջ թիմին հաջողություն։ Սիրելի ռադիո լսողներ, մեզ հետ է Շահենը, մենք ունենք ամբողջ Հայաստանում խմբավարների մեկ ցանց եւ այսօր խոսում ենք խմբավարներից մեր Շահենի հետ։ Շնորհակալություն Շահեն ջան։ Մաղթենք նրանց հաջողություն, կհանդիպենք հաջորդ եթերում բացահայտելու արմատի նոր անկյուններ։ Շնորհակալություն։